Վազգեն Սարգսյանի եղբայրը Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հոկտեմբերի 27-ի գործով վերջին անգամ հարցաքննվել է 2 ամիս առաջ։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, քննչական գնացել է կեսօրից հետո ժամը 2-ին եւ դուրս եկել երեկոյան 8-ին։ Արամ Սարգսյանը կարծում է, որ հանցագործության օժանդակած բազմաթիվ անձինք կան, բայց նրանց գտնելն ու քննությանը ներգրավելը դժվար է։ Նա միաժամանակ հայտարարել է, քանի դեռ արտաքին քաղաքական վարկածը չի ստուգվել, հոկտեմբերի 27-ը բացահայտված համարել չի կարելի։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության երաշխիքը փոխշահավետությունն է ազգային ժողովում այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը հավելելով. «Քաջ գիտակցում է, որ նման բազմաթիվ պայմանագրեր չեղարկվել ու չեն պահպանվել»։ Նա միաժամանակ անհիմն է որակել ընդդիմախոսների հայտարարությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ ստացել է, իսկ Հայաստանը ոչ։ Նա միաժամանակ ընդգծել է, որ գերիների խնդիրը, ինչպես նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը մնում են առաջնային ուղղություններ, որպես բարդ, բայց լուծելի խնդիրներ։ Միրզոյանը գերիների հարցի չլուծված լինելը կապում է Ադրբեջանի հետ երկարամյա թշնամանքի պատմության հետ։ Անդրադառնալով ԱՊՀ շրջափակման գործընթացին, Միրզոյանը վստահեցրել է, որ երազ-խսադարակ հատվածը նույնպես պետք է ԱՊՀ շրջափակվի։ Վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է տեղի ունենում, հայտնում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա հույս է հայտնել, որ շատ մոտ ապագայում կտեսնենք գործողությունների համաձայնեցված պլանը, որից հետո կկատարենք անհրաժեշտ աշխատանքները։ Միաժամանակ ըստ նախարարի 2026 թվականին Հայաստանը նաև պետք է ակտիվացնի ջանքերը Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում։ Եվրանեստում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին հայտարարել է, թե Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Նա միաժամանակ ընդգծել է, որոշումը կապված չէ նստաշրջանը Հայաստանում անցկացնելու հետ։ Ավելի վաղ կազմակերպության նիստին չմասնակցելու մասին հայտարարել էր նաև Վրաստանը։ Վրացական երազանք կուսակցության վարած քաղաքականության պայմաններում Վրաստանը Եվրամիության անդամ չի դառնա նույնիսկ 2030 թվականին։ Վրացական Պիրվելի պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնագետար Մարթա Կոսը։ Նա ընդգծել է լրագրողների, քաղաքական հակորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունը չի համապատասխանում Եվրամիությանն անդամակցության տեխնացու երկրից սպասելիքներին։ Կոսը նաև Վրաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել հակաժողովրդավարական քայլերը, որոնք ավելի են հեռացնում Վրաստանին Եվրամիությունից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ հանգստյան օրերին շուրջ 200 ռուս զինծառայողներ մտել են Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաք, առաջնագծի կարևոր քաղաք ներխուժելու ամիսներ շարունակ տևած փորձերից հետո։ Ըստ Կիևի այս տարածքում մարտերը շատ դինամիկ եւ լարված են, բայց Ուկրաինայի զորքերը շրջապատված չեն եւ կարողացել են վերագրավել քաղաքի շրջակայքի որոշ տարածքներ եւ կայունացնել իրավիճակը։ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում մարտադաշտում առաջընթացն արագացնելու համար, մինչդեռ Ուկրաինան հուսահատորեն պայքարում է Մոսկվայի ուժերի առաջխաղացումը կանխելու համար։ Երկու կողմերն էլ ձգտում են առավելագույնի հասցնել իրենց ազդեցությունը հնարավոր հրադադարի բանակցություններից առաջ։ Իսրայելցի պատանդների ընտանիքները պահանջում են, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադարի հաջորդ քայլերը հետաձգվեն, քանի դեռ Համասը չի վերադարձրել մահացած մնացյալ գերիների մարմինները։ Նրանք նշել են, թե Համասը հստակ գիտի, որտեղ է պահվում մահացած պատանդներից յուրաքանչյուրը։ Բոլոր 48 պատանդների վերադարձման մասին համաձայնագրում սահմանված վերջնաժամկետից 2 շաբաթ է անցել, մինչդեռ 13-ը շարունակում են մնալ Համասի գերության մեջ։ Ընտանիքները նաև կոչ են արել Իսրայելի կառավարությանը, Միացյալ Նահանգների վարչակազմին ու միջնորդներին չանցնել համաձայնագրի հաջորդ փուլին, քանի դեռ Համասը չի կատարել իր բոլոր պարտավորությունները։